տագնապ եմ մտել մարդկանց մեջ ու հիմա փորձենք հասկանալ ինչու են այստեղ Գառնիկ Դանիելյանն է նաև այստեղ։ Գառնիկ Դանիելյան ազգային ժողովի պատգամավոր։ Մենք հասկացանք։ Հələ չգիտեմ։ Պարոն ապրես։ Հեսա պարոն Դանիելյանն այստեղ փորձել ծառայություն եք իրական։ Ներողություն եմ հայտնում, բայց ոչ մի հարցի չէ պատասխան։ Բայց եւ հոգեվոր հայրերը եւ մենք եւ լրագրողները ուզում են հասկանալ ինչու նախ։ Մենք չենք խոչընդոտում ոչ մի բանի, կային ասա։ Բայց մեզ խոչընդոտում եք, որտեղ ավելորդ լարվածություն է մարդկանց մեջ մտել։ Ես ձեզնից պարզաբանումներ եմ խնդրում, ինչա կատարվելու ոչ մի հարցի, պարոն պատգամավոր։ Հա, ինչի։ Բայց դուք պարզաբանումներ չտաք, թե ինչի համար եք հիմա այստեղ գտնվում եւ ինչ նպատակով մամուլի։ Բայց կներեք, ձեզ այդ պատգամավոր է առնչվում, մամուլը ո՞րն է։ Ես հասկանում եմ ով իմ հետ։ Նա օրենսդիր իշխանության ներկայացուցիչ է, դուք ընդհանրապես գիտեք իր մանդատը իր։ Հիմա դուք որ այստեղ եք, դի դրա համար պարզաբանումներ չտաք, չասեք ինչի համար եք այստեղ։ Չեմ պատասխանել։ Ինչի համար չեք պատասխանել։ Ով է ձեզ հրահանգել են որ չպատասխանեք հարցերին։ Ոչ, ես չեմ պատասխանելու ուղղակի։ Բայց դուք պարտավոր եք պատասխանել։ Թե որպես քաղաքացի, թե որպես ազգային ժողովի պատգամավոր, ես իրավունք ունեմ ձեզնից հարցնելու ձեր գտնվելու նպատակ։ Ինչ նպատակով եք այստեղ գտնվում։ Պարոն պատգամավոր, ներողություն եմ հայտնում։ Այո։ Չէ, դուք անպայման պատասխանեք հարցերին։ Դուք պարտավոր եք պատասխանել հարցերին։ Դուք պարտավոր եք պատասխանել հարցերին եւ մեր քաղաքացիների եւ առավելևս եթե ձեզ դիմա ազգային ժողովի պատգամավորը։ Հիմա մենք եւ լրագրողները եւ հոգեվոր դասը իրանք ունեն պարզաբանումները ստանալու։ Ինչ որ ինչ հաստատուղթ ունեք, ինչի հիման վրա եք այստեղ գտնվում։ Այսինքն այստեղ հոգեվոր ծառայություն են մատուցում եւ դուք էլ խաթարում եք այդ հոգեվոր ծառայությունը։ Մենք որպես հավատացյալներ չգիտենք ինչա կատարվում այստեղ։ Նախադեպերը հաշվի առնելով հարգելի ինչա կատարվում այստեղ որ մենք էլ իմանանք։ Եկեղեցի ենք մտնում, դուրս են գալիս այստեղ նաեւ հավատավոր ժողովուրդ անհանգիստ է։ Դուք դրա համար պիտի պարտավոր եք պարզաբանումներ տաք։ Դուք պարտավոր եք պարզաբանումներ տաք, թե ինչի համար եք գտնվում այստեղ։ Եվ խաթարում եք մեր հոգեվոր հայրերի հետ եւ շփումը եւ մնացած բոլոր գործողությունները։ Հիմա մենք իրանք չունենք այդ պարզաբանումները ձեզնից պահպանում։ Իդեպ դուք քահանային բացատրություն տվել եք ինչու եք եկեղեցու տարածքում հարգելի ռազմական ոստիկանության ծառայող։ Ներողություն եմ հայտնում, ելի եմ կրկնում։ Չեմ պատասխանելու ոչ մի հարց։ Կներեք, դուք տենց մենք ձեր տանը չենք եւ դուք քաղաքացի Սարգիսը չեք օրինակի համար։ Դուք իրավունք չունեք այդպես մեզ վերաբերվել եւ ասել չենք պատասխանում։ Հարգելիս դուք պետական ծառայող եք, եթե հիշում եք։ Դուք ոչ թե Պապիկյան Սուրենի աշխատողն եք, դուք պետական ծառայող եք։ Պետական ծառայող եմ, դա չի նշանակում դուք ձեր տան եք կամ ես ձեր տան եմ, դա կապ չունի։ Դուք բոլորիս տանն եք եւ դուք հակուս դուք կներեք համապատասխան համազգեստով եք եւ համապատասխան մեքենայով։ Չել ասում էի հրահանգված, անես բանա, չորով ասում չեմ համարձակում։ Այդ չեմ համաձայնում։ Ես բաց կոպիտ վերաբերմունք ցույց չեմ տալիս, բարեկետ վերաբերմունք եմ ցույց տալիս, ուղղակի դա ես իրավունք ունեմ չպատասխանել։ Սա օրենքի կոպիտ ոտնահարում։ Սա օրենքի կոպիտ ոտնահարում է, սա անհարգալից վերաբերմունք է, թե հոգեվոր դասի նկատմամբ, թե մեր նկատմամբ, թե հավատավոր ժողովրդի նկատմամբ, ինչ անշանակում։ Գալիս եք, որևէ պարզաբանումներ չեն տրվում։ Ոստիկանության, ռազմական ոստիկանության մեքենան հայտնվում է եկեղեցու մոտ եւ մենք իրանք ունենք պարզաբանումներ պահանջելու։ Ինչ անշանակում։ Ձեր վերադասով ում զանգենք որ պարզաբանումներ։ Դուք պատգամավոր եք, գիտեք, պարոն պատգամավոր։ Ձեր վերադասով կոնկրետ ձեր վերադասով։ Պարոն պատգամավոր, ես կրկին եմ, ես իմ իրավունքներն չպատասխանեմ հարցերի, դա իմ իրավունքների մեջ մտնում է։ Ու ոչ մեկ չի կարա սիխի, չեք պատասխանում։ Չեմ պատասխանում։ Դուք միշտ այստեղ չեք եղել, հարգելի ծառայող։ Թույլ տվեք ձեզ ոչ, դուք ստում եք կներեք, որտեղ եւ բնակիչները եւ քահանաները մեզ ասացին, թույլ տվեք ավարտել։ Թույլ տվեք ավարտել խոսքը։ Թույլ տվեք ավարտել։ Մի բարձրացրեք ձեր ձայնը։ Դե ուրեմն թույլ տվեք ավարտել, ես եմ խոսելու իրավունք ունեմ, հարգելիս։ Ես չեմ պատասխանում։ Նես չի մեծ բան է կարել, որ իջել եք, որտեղ ոչ մի հարցի չպատասխանեցիք։ Չեմ պատասխանելու։ Պարոն ընթացքում ես մի հարց էլի։ Երբևէ ես ի սկզբանե եկեղեցու օծման, վերաօծման օրվանից այստեղ ծառայել եմ որպես հոգևոր հովիվ։ Երբևէ չեմ տեսել, որ ռազմական ոստիկանությունը ծառայություն իրականացնի բացառությամբ այն օրերի, երբ որ, ասենք, մեծ միջոցառումներ են եղել, հրավիրված են եղել հյուրեր, նաև բարձրաստիճան հոգևորականներ։ Հիմա իմ համար եւ ենթադրվում եմ, որ բոլորիս համար տարօրինակ է ձեր այստեղ գտնվելը։ Մանավանդ երեկվա հրամանից հետո, երբ որ գնդերեցները դուրս բերվեցին բանակից։ Չեն խոչընդոտում, չեն խանգարում։ Տեր հայր, այդպես եմ։ Ոչ չեն խոչընդոտում, կարող եք ամբողջ գունդ բերել, ինչի՞ չէ որ։ Մենք չենք խանգարում, չենք խոչընդոտում։
Չեմ ասում դուք խանգարում եք կամ չէ, տենց էին ասում, մոտիկացել էին վերորագրողները, խանգարում եք, լարվում եք եւ այլն։ Որպես եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ ես որպես հոգեվորական քահանա, որը որ պատասխանատու է այս եկեղեցու ծառայության համար։ Ինձ հետաքրքիր է ուղղակի դուք ինչ ծառայություն եք այստեղ իրականացնում։ Ձեր բոլորին ասեցի, ձեզ էլ կասեմ։ Այսինքն չեք պատասխանել։ Հա, չեմ պատասխանելու։ Շատ լավ, դա արդեն ուրիշ բաներ է ենթադրել տալիս։ Դե դա ձեր որոշումն է։ Շատ լավ։ Չեմ փորձենք վերադասել կապնվել։ Հարգելի ծառայող, դուք տեղյակ եք, չէ՞, որ գնդերեսների ստորաբաժանումը բանակում այլևս լուծարված է եւ մեր քահանաները հարգարժան չեն կարող լինել բանակում եւ նրանք չեն կարող այդ հոգեվոր մթնոլորտը եւ ընդհանրապես խաղաղությունը մտցնել, ինչի համար կոչված են եղել։ Եվ ձեր ներկայությունը ոչ թե անձնապես մեզ անհանգստացնում, առաջին հերթին այս իրադարձությունները կապվում են իրար հետ եւ մենք ոչ մի խնդիր չի։ Դե մենք նախադեպեր ունենք եկեղեցիների գրավման եւ դուք եթե հիշում եք ու եթե հետևում եք բացի ձեր հրամաններից մնացած գրավոր տեքստերին, կարդացեք, որ եկեղեցիները գրավում է իշխանությունը եւ թույլ չի տալիս օծյալ քահանաներին բարձրանալ խորան։ Խնդրեմ, քաղաքացիները գալիս են եւ դուք ըստ էության այդ տագնապն եք տարածում։ Ներողություն էլի, եթե հարցեր ունեք, դիմեք բնել լրատվական։ Եթե դուք նկատել եք, ձեզ այդ քահանաներն են շփում, ովքեր այս տարածքի իրավատերերն են եւ Պատգամավորը չպիտի լրատվական զանգի, ավտոմատ ռեժիմ է։ Ինչ պատասխանում են միայն նույն նախադասությունը։ Կար Անջան, արից ասում ես դու փոքր բանրետինս կանի։ Մի քիչ առաջ կանք, գուցե կարելի է, որ եկեղեցու մուտքը երևա։ Հա, չէ, նորոյից։ Աղջիկը իջավ մեքենայից, ասաց հարգելի ծառայող, արի ասենք, որ լրատվականը կպատասխանի, այսինքն նրանք չգիտեն նաև, որ լրատվականը ոչ թե պիտի պատգամավորին պատասխանի, պետը պիտի պատասխանի եւ առնվազն նախարարը, որտեղ օրենսդիր իշխանության ներկայացուցիչ է այստեղ։ Ցուցում տրվել է, վստահաբար իրենք էլ կատարում են։ Ես չեմ էլ ավտոմատ ռեժիմ կրկնում է նախադասությունը, ինչ հարց տալիս ես, ինքը նույն բանն է ասում։ Հələ հանգավորված եք։ Առաջին անգամն է, որ ռազմական ոստիկանության մեքենան վերահսկում է Սուրբ Աստվածածնի տարածքը եւ այն էլ այսպես նման բան չեմ հիշում, արդեն 2019 թվականից այստեղ ծառայում եմ, նման բան չեմ հիշում, ելի եմ կրկնում, բացառությամբ հնարավոր է այն դեպքերին, երբ որ մեծ միջոցառումներ են եղել այստեղ, հրավիրված են եղել, ասենք, բարձրաստիճան պաշտոնատար անձինք, հնարավոր է այդ դեպքում իրենք տարածքում չեմ տեսել, հնարավոր է ներքևում ծառայություն իրականացրել են, բայց այսպիսի բան աննախադեպ էր։ Ես չեմ հիշում։ Իսկ ինչ եք բանակում եմ, այսպիսի բան չեմ Տեր պսակ, ինչ եք մտածում, ինչի համար էր այս մեքենան այստեղ կայանվել, լույսը չբացված։ Ենթադրում եմ, որ վաղվանից չարագուշակ հրամանը մտնում է ուժի մեջ, իրենք պիտի Խլվի այս եկեղեցին։ Այդքան հեշտ չի խլելու բան չի, դա մայրաթորի սեփականությունն է եկեղեցին։ Դա գրավում են ժամանակավոր, այսպես օկուպացնում են։ Հնարավոր է նաև այդ ծրագրով, այդ սցենարը։ Այսինքն իրենք համարում են, որ եթե զորքն է այստեղ մկրտությունների արարողություն, պատարակներ անում, ուրեմն Պապիկյան Սուրենի սեփականությունն է։ Դուրս է գալիս այդպես։ Դե պսակ, ինչա չարագուշակ հրամանը։ Կայացվեց։ Չէ, դուք չարագուշակ բնութագրեցիք։ Որովհետև դա վնասեց ոչ միայն եկեղեցուն, եթե իրենք պատկերացնում են, որ դրանով եկեղեցուն դրեցին այսպես անհարմար իրավիճակի մեջ, մենք մեր ծառայությունը ամեն դեպքում իրականացնելու ենք։ Եթե ոչ բանակում ուրիշ տեղ հաստատ իրականացնելու ենք, այստեղ դժում է ոչ թե բանակի վերնախավը, այլ դժում է մեր հասարակ զինվորն ու սպան։ Ինձ համար ամենամեծ ցավը դա է, որ մեր զինվորը այլևս հոգևորականի հետ սերտ շփում չի ունենալու։ Մեր զինվորը այլևս բարի խորհուրդ չի լսելու հոգևորականից, չի լինելու մեկը, որի հետ ինքը կարողանա կիսվել, վստահել այդ մարդուն, չեն լինելու հոգևորականներ, ովքեր մեծ ու մեծ իրենց ծառայության ընթացքին շատ ու շատ արատավոր երևույթները կանխելու պատճառ են դարձել։ Ինձ համար ցավը դա է, թե չէ մենք կանք չկանք բանակը իր առաքելությունը հուսամ պիտի իրականացնի, չնայած մի քիչ արդեն այսպես բան է դարձել, բայց ամեն դեպքում անձնավորված չի այս վերաբերմունքը, այսինքն ինչ-որ կոնկրետ անձերի ինստիտուտի դեմ է կռվում, հա, այո, այլ թիրախավորված ենթադրելի է նաև հակաեկեղեցական այս արշավի ծիրի մեջ
այս որոշումը կայացվել։ Դրա համար ես համարում եմ չարագուշակ։ Տեսակ հակաեկեղեցական արշավի առաջին օրերից ահազանգեր հնչում էին, որ գնդերեցներին, զինված ուժերում ծառայող հոգևոր սպասավորներին հորդորներ են փոխանցվել միանալու այդ արշավին եւ մերժումներ են ստացվել։ Դրանք հերկվում էին կամ փորձ էր արվում հերկվել։ Այս պահին դուք ինչ կարող եք ասել, այդպիսի խոսակցություններ, զրույցներ եւ շատերը համարում են, որ այս հրամանը պատճառն է նրա, որ մերժումներ են ստացել հոգևորականներից այդ արշավին միանալու, այս պահին, երբ արդեն կա հրամանը, ինչ կարող եք ասել, ինչ նախադեպեր եղել են զրույցների, ինչ բովանդակություն։ Վստահաբար ես հստակ եմ ասում, համարյա թե բոլոր գնդերեսների հետ աշխատանք է տարվել։ Ով է կոորդինացրել այդ աշխատանքը եւ ինչ է պահանջել։ Եվ ում դեմքով է տարվել այդ աշխատանքը, եթե պաշտոնատար անձանց, բարձրաստիճան զինվորականների, ընդհանուր գեներալներ են հանդիպել մեր սարկավակների հետ, որոնց գործառույթի մեջ չի եղել բնականաբար այդ ամեն ինչը անել։ Ինձ հետ կոնկրետ որևէ մեկը չի, այսինքն ոչ թե որևէ մեկը չի հանդիպել, այդպիսի նախադեպ չի եղել, որ ինչ-որ բարձրաստիճան զինվորական ինձ ասի, վստահ իմանալով, որ իմ դիրքորոշումը հստակ է եւ չի փոխվի, բայց որտեղ որ ծառայել եմ, համապատասխան զորամասի հրամանատարը ինձ կանչել է այսպեսի հրահանգ կա։ Ինչպիսի հրահանգ։ Միանում եք վարչապետի բարենորոգչական ծրագրին հստակ պատասխանել են, որ ոչ, որովհետեւ այդ բարենորոգչությունը կեղծ է, այդ բարենորոգչությունը այդպես չի արվում եւ չի արվում են մարդկանց միջոցով, ովքեր կանգնած են այդ բարենորոգչությամբ։ Եկեղեցին ինքը մշտապես եւ բարենորոգվել է եւ պիտի բարենորոգվի։ Եվ հստակ պատասխան եմ տվել, որ ես հավատարիմ եմ այն ուխտին, այն երթմանը, որ տվել եմ սուրբ սեղանի առաջ, որպես հոգևորական եւ հավատարիմ եմ այն նվիրապետությանը, վեհապար հայրապետի գլխավորությամբ, ում տնօրինությամբ եւ օրհնությամբ ես որպես հոգևորական կայացել եմ, սովորել եմ, սնվել եմ Մայրաթոռում, հա, որպես զավակը հայ եկեղեցվո եւ չեմ կարող ուրանալ։ Տեր հայրս փաստաբան Արա Զորաբյանի 40-ից ավելի հոգևորականներ ծառայություն են իրականացնում այս պահին զինված ուժերում։ 54 շեր այդ թիվը նվազել է։ Չկա։ Դեզոհվեցին նաեւ։ Տեղեկություն ունեք 40-ից որևէ մեկը միացել է այդ այսպես կոչված բարենորոգչական ծրագրին։ Ինչպես ընդունված է այսօր տրենդային է ասել է, օթում կախված լուրերի գիտեմ, որ մի քանի հոգու հաջողվել է իրենց միացնել։ Հա, բայց ճնշող մեծամասնությունը ի պատիվ ի փառս մեր գնդերեսների իրենք հաստատուն են մնացել իրենց հավատի, իրենց ուխտի, իրենց նվիրվածության մեջ։ Դեռևս հայտարարություններ չկան։ Այսպես ասած, կուր կառույցն է եղել, որ որևէ կերպ չեն կարողացել ճաքեր մտցնել։ Տեր դուք որ թվականից եք ծառայում եկեղեցին։ Ես ամենահնաբնակներից եմ։ Ես վեհապար հայրապետի տնօրինությամբ 2006 թվականից առ այսօր ծառայել եմ զինված ուժ, արդեն 20 զինված ուժերում չէ, եկեղեցում առհասարակ որ թվականից եք։ Հա, եկեղեցում դե սովորել ենք 2002 թվականից ես բան եմ արել, հետո Այսինքն երբ ներդրվում էր, հա, հոգևոր առաջնորդությունը զինված ուժերում ժամանակ ադամատեսն եք։ կար, այո, կար։ Ուզում եմ հարցնել կհիշեք այդ ընթացքում կային շրջանակներ, անհատներ, մարդիկ, ովքեր դեմ էին արտահայտվում բանակում, բացարձակ։ Մինչև այս իշխանության հայտնվելը ես չեմ հիշում որևէ դեպք, որ գնդերեցի ծառայությունը խոչընդոտվի։ Հակառակը մշտապես խրախուսվել է եւ ամեն կարևոր վայրում, ամեն կարևոր միջոցառման, ամեն կարևոր հարցի շուրջ գնդերեցի կարծիքը եւ հաշվի են առել եւ իրենց ուրեմն այսպես ընդգրկել են։ Որևէ բան չի եղել։ Հակառակը ես ավելին ուզեմ հիշել այդ լավ օրերը, ամեն տարի հունվար 28-ին մեծ միջոցառում էր կազմակերպվում Մայրաթոռում։ Հրավիրում էին բոլոր զինվորականները, մեծ ճաշկերույթ էր կազմակերպվում, շնորհավորանքներ էին հնչում, հանրապետական մաղթանք։ Այո, հանրապետական մաղթանք, սուրբ պատարագ էր մատուցվում, բացի այդ շքանշաններ էին հանձնվում, մեզ էլ որպես ծառայողներ բազմաթիվ շքանշաններ ենք ստացել։ Գնդերեցները մեծարվում են, նաև հիշում ենք, որ ռազմական շքերթի ժամանակ տան դուրս բերվեցին հրապարակ իրենց գնդով։ 2011 թվականին 2011 թվականին մեծ ոգևորությամբ դա առաջի աննախադեպ բանն է, որ գնդերեսների խումբը, այսպես ասած, մասնակցեց եւ լուրջ ու որպես ռազմական ռեսուրս այո, նաև։ այո, այո, այո։
Լավ, մի այսպեսի հարց, նախ մենք հիշեցնենք մեր համակարգացիներին ինչու ստեղծվեց գնդերեցների խումբը բանակում։ 2008, 9, 10, 11 թվերին մի շրջան, ծանր շրջան բանակը սկսեց խոր ճգնաժամ ապրել եւ սպանություններ, ինքնասպանությունները ահռելի թիվ էին կազմում։ Իհարկե այսօր այդ թվերը շատ ավելի բարձր են, բայց աղմուկն է ավելի թույլ, որովհետեւ քաղաքական աղմուկն է շատ ավելի բարձր։ Այդ ծանր վիճակագրության ժամանակ որոշում կայացվեց, որ պիտի գնդերեցները լինեն բանակում, որպեսզի նրանք կարողանան կանխել ինքնասպանության, սպանության փորձերը, որտեղ այդ լարումը, ներքին լարումը պիտի իրենք նաև թույլատնեն։ Հիմա այս ամբողջ տարիների աշխատանքը փաստացի արդյունք տվեց, բայց հիմա այդ սպանությունները շատ են եւ կարծես թե չի վախենում բանակի իշխանությունը կամ քաղաքական իշխանությունը, որ ավելի կխորանա ճգնաժամը մանավանդ պարտված բանակում։ Ինչու դուք խանգարեցիք միայն հակաեկեղեցական այսպես շարժման պատճառով դուք դուրս բերվեցիք, ռիսկեր չկա, որ կսկսեն նաև քաղաքական կեղտոտ լոզունգներ ձեզ կապել, օրինակ ձեզ ասել, որ դուք ագենտներ եք, տեսել եք, մենք վեհապար հայրապետի մասին իսկ այդպիսի լկտի ձևակերպումներ ենք լսում, օդում կրակած, եւ հետո դուք ասում եք, որ չի բացառում մի քանիսը արդեն միացել են, այս մի քանիսի ձայնը դեռ չի լսվում, ինչու չեք կարողացել դիմադրել դուք ներսում, որպես այդ մոլորությանը չմատնվեն։ Հայտարարություն դրա հոգեվորականներից մեկի հայտարարությունը ես համացանցում այո, մեկինը տեսել եմ։ Ինքը պաշտոնապես հայտարարեց, որ միանում է բարենորոգչական այս չակերտավոր բարենորոգչական ծրագրին։ Անշուշտ, բայց ես ավելի առաջ կգնամ, ավելի հետ կգնամ, ներողություն։ 97 թվից է հոգևոր առաջնորդությունը ձևավորվել, դեռևս երջանկայի շատակ Գարեգին առաջին եւ այն ժամանակվա պաշտպանության նախարար լուսահոգի Վազգեն Սարգսյանի ուշագրով, որով պետությունը հասկացավ, որ ինչպես մյուս զարգացած երկրների բանակներում է, այնպես էլ հայոց բանակում կարևոր է հոգևորականի մշտական ներկայությունը։ Եվ ձևավորվեց առաջնորդությունը, իհարկե սկզբնական շրջանում բնականաբար ինքը նոր քայլեր անում, բայց այսօր առաջնորդությունը արդեն կայացած կառույց էր, ցավոք ես անցյալով եմ խոսում, բայց հույս ունենամ, որ դեռևս ամեն ինչ կորած չէ։ Եվ ճիշտ եք նշում, այո, մեր գնդերեսները շատ ու շատ արատավոր երևույթներ կանխեցին, իմ փորձառության մեջ ես կարող եմ ասել, ինքնասպանության դեպքեր են կանխվել, ինքնախեղման դեպքեր են կանխվել, ել չեմ ասում այնպիսի արատավոր երևույթներ են եղել, որոնք գնդերեցի ներկայությամբ եւ իր ջանքերով կանխվել են եւ դադարեցվել են։ Մի փոքր էլ նաեւ ուրիշ բան ասեմ, մեր ջանքերով նաեւ ընտանիքներ չեն քանդվել։ Հիմա այս արժեքների պահելը պաստորեն խանգարեց։ Սպաներ են եղել, որոնց ընտանիքները փլուզման, քայքայման եզնին են, հոգևորականի ներկայությունը, նրանց հետ աշխատանքը այդ ամեն ինչը կանխել է։ Լավ, գործարքեր առաջարկում ձեզ, թե ընդամենը առաջարկում էին միանալ, որտեղ կա կասկած, որ մինչև 5 միլիոն դրամ են առաջարկել, նույնիսկ մենք ունենք կարգալույցերից մեկին, որպես օրինակ, որտեղ գեղեցիկ տուն է կառուցում, եւ մի քիչ կասկածելի է թվում 4 տարվա Ես թվերի մասին չգիտեմ, ինչ որ թվեր են առաջարկել թե չէ, բայց դրամական բավարարումներ բավականին մեծ, այդպես որ լավ կլինի, ինձ չեն ասել, բայց մեր տղաներից, այդպես տղաներին այդպեսի առաջարկ եղել է, որ հեսա որ դուք միանաք մեզ, բան ձեզ բարձր աշխատավարձ կլինի, կօգտվեք այն բոլոր արտոնություններից, որ զինվորականներ ունեն, հիպոթեկով տուն, չգիտեմ, էս, իհարկե տղաները վստահաբար մերժել են, բայց եղել է առաջարկ, ինչի՞ չէ։ Պիտի ասել ճշմարտություն։ Ստացվում է գեներալներն են միացել նաև։ Մարդիկ եմ ասում, որոնց գործառույթը լրիվ ուրիշ բաներ, լծված են եղել գնդերեսներին համոզելու կամ ստիպելու կամ այսպես ասած մանիպուլյացնելու, որպեսզի միանան այդ շարժմանը։ Իսկ շանտաժի գինը ինչ է եղել։ Օրինակ, եթե ոչ, ապա ինչ։ Եթե ոչ, ապա տեսանք։ Այսինքն սրա մասին էլ ակնարկվել։ Ես ակնարկներ չեմ լսել, բայց ենթադրելի է, որ այդպես, եթե մեզ հետ չեք, ուրեմն մեր դեմ եք։ Լավ։ Դեր այս հակաեկեղեցական արշավի դրսևորումները բանակում այլ որևէ օրինակներ ունեն, օրինակ ես հիշում եմ ծառայության տարիներին աղոթում էինք ճաշից առաջ Մինչև վերջին պահը այդ ամեն ինչը իրականացնում են, հիմա չգիտեմ, կանեն թե չէ։ Աղոթքը ճաշից առաջ խաչը համազգեստին, իդեպ նոր համազգեստով սահմանվում է, այդ խաչը կրելու են։ Չեմ կարող ասել։ Այդ համապատասխան մարդուն պիտի հարցնել, դուք տեղեկություն չունեք։ Ես տեղեկություն չունեմ։
Եթե վերադառնանք եկեղեցուն, հիմա Սուրբ Աստվածածին եկեղեցին, որտեղ բանակը պատարակում է, բանակը մկրտվում է, այս ընթացքում ինչ եք մտածում, եկեղեցին կհաջողվի գրավել, ի վերջո դուք այստեղ նշանակված եք հոգևոր ծառայության եւ կարգալույց կմցվի եւ կփոխվի նաեւ այս խորանը։ Ջան, մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի այդ ցավալի հանգրվանին չառաջվենք եւ դրան առաջ չկանգնենք, բայց չեմ կարող ասել ինչ զարգացում։ Կոչ ունեք քանակերցիներին, Զեյթունի բնակիչներին, Երևանցիներին, եկեղեցին իրենցն է նաեւ, սա միայն զինվորականների համար չէ, մենք համայնք ունենք, նաեւ հավատացյալներ են գալիս, որոնք մասնակցում են սուրբ պատարակներին, եւ ընդհանրապես իմ կոչը մեր ժողովրդին է, սիրելիներս, միայն խոսքով չլինենք հավատացյալ կամ քրիստոնյա։ Քրիստոնեությունը գործ է։ Ինչպես որ Հակոբոս Առաքյալն էին նամակում ասում, հավատ առանց գործերի մեռած է։ Եթե միայն պիտի խոսքերով հավատանք, դառնում է որ կեղծավորություն ենք անում ու փարիսեցիներից չենք տարբեր։ Քանի քահանա է մեր Սուրբ Աստվածածնում ծառայում։ Աստվածածնում մոտ մի 5 քահանա մշտական գալիս են պատարակների մասնակցում։ Ես տեղեկությունն եմ Պապիկյան Սուրանը երբեք այստեղ չի եղել։ Այո։ Երբեք չի պատարակել։ Հավաստի է։ Ահա, պատմության ուսուցիչը բազում են եղել մեր առաջնորդի կողմից, պաշտոնական հրավերքներ, գեղեցիկ հրավերքներ, տոներին, տաղավար տոներին մասնակցելու, բայց ինքը ներկա չի եղել։ Մի քանի անգամներ գլխավոր շտաբպետն է եղել։ Հա, նույնիսկ ինքը մի քանի անգամ։ Հա, այտենց մշտական մասնակցություն որևէ մեկը։ Այսինքն զորքը միայն հրամանատարի հետ է գալիս։ Հա, բանը զորամասից գալիս էին, մասնակցում էին, պատարակին սուրբ հաղորդություն էին ստանում, մենք այդտեղ մկրտություններ են կարել, իհարկե ուզեմ որ նույն մարդիկ, ովքեր այսօր լծված են հոգևոր առաջնորդությունը քանդելու գործին, ներողություն բառիս համար, հիշեմ որ իրենց երեխաների մկրտությունները, իրենց պսակադրությունները արել են այդ նույն մարդիկ ու հիմա բանակից դուրս են։ Կարծում եք բանակի զինվորները ցույց կտան վերաբերմունք, այդ համարձակությունը կունենան։ Չեմ կարող։ Կամ սպայական կազմը չեք նկատել երբևէ, որ դիմադրություն ցույց տա։ Ես չեմ էլ ուզի որ մեր բանակը խառնվի այս ամեն ինչին, որովհետև բանակի գործառույթը լրիվ ուրիշ բան է, բանակը իր առաքելություն ունի եւ աղոթում եմ առ Աստված, որ իր առաքելության մեջ մեր բանակը, մեր զինվորը, մեր սպան հաստատում են։ Իսկ ինչ արձագանք ունի լուրը երեկվա հրամանի հետ կապված ողջավորված են բանակում, դուք դե շփվում եք, ծառայող ծանոթներ ունեք, ողջավորված են այդ լուրից, տարակուսած են, ում հետ որ ես առիթ եմ ունեցել զրուցելու, նախկին զինվորականներ, նաև հիմա էլ ծառայողներ ափսոսանք են հայտնում, ասելով որ ափսոսում ենք որ այդպես եղավ, բայց նաև վստահաբար ասում են մեր ձեռքը որևէ բան չկա, օրենքը հրամանի տեսքով իջել է եւ այդ հրամանը ես ինքս եմ տեսել։ Մայրաթորը զրույցներ եղել են ձեր հոգևոր հայրերի հետ, ինչ դիրքորոշում ունի, ինչպես են։ Վստահաբար Մայրաթորը հանդես կգա հայտարարությամբ, ես հավատում եմ որ եւ վստահ եմ որ վեհապար հայրապետը տնօրինություն կանի եւ հայտարարությամբ հանդես կգա տեղեկատվական համակարգը, բայց չեմ կարծում որ սառույցը տեղից շարժվի, որտեղ մարդիկ հստակ որոշումը արդեն պետությունը ամբողջ ռեսուրսներով լծվել է եկեղեցու դեմ։ Սա էլ մի միջոց է ըստիս հակաեկեղեցական այդ արշավի եւ վեհապար հայրապետի վրա ճնշում գործադրելու, որովհետեւ նորից եմ կրկնում Ժողովուրդ ջան, զինված ուժերի հոգևոր առաջնորդությունը որպես կառույց եկեղեցվո մեջ նաեւ ամենակայացած կառույցներ եւ ամենակուռ կառույցներ, ամենակուռ ինքը այնպիսի գործառույթներ էր իրականացնում, այդ նույնը կարող եք հարցնել այնպիսի կոմպետենտ մարդկանց, ովքեր առնչվել են դրանից։ Տեր Վարազդատ, վաղը այստեղ ծառայողներ կլինեն, պատարակելնելու զինվորներ կլինեն։ Հարցնում ենք մենք էլ տենց։ Այդ հարցի մասնագետը տեր կլինեն։ Ցանկալի կլինի որ լինեն, եկեղեցի բոլորի առաջ է բաց։ Երբ որ Քրիստոս վերնատանը նստած ընտրում էր եւ այն ամենակարևոր քրիստոնեական առանցքային ճշմարտությունը տվեց, հուդան էլ իր կողքին նստած էր, որովհետեւ խնդիր չկա։ Այնպես որ բոլորն էլ կարող են ներկա լինել պատարակին։ Մեր բանակի հրամանատարները եւ թե զինվորները ցանկալի է որ մենք միշտ ամեն Կիրակի եւ ոչ միայն այս եկեղեցում, այլ բոլոր եկեղեցիներում տեսնենք իրենց պատարակները։ Այո, իհարկե։ Որտեղ
թե Մայրաթոր Սուրբ Էջմիածնում եւ թե առհասարակ բոլոր եկեղեցիներում ամեն պատարագի վերջում եւ պատարագի ընթացքում բանակի համար մենք միշտ տաղոթում ենք թե պատարագի հոգեվորականը հիշում է բանակը, հատկապես բանակի հոգեվորականները, գնդերեց քահանահայրերը, ովքեր որ պատարագ են մատուցում, մշտապես հիշում են բանակին, մեր զինվորներին, իրենց անվտանգ ծառայության համար եւ իհարկե մեզ համար շատ ուրախալի է իրենց տեսնել միշտ Կիրակի օրերը պատարագի։ Իսկ կլինեն կամ ոչ, դա հարցի երկրորդ կողմն է։ Ամենալավ ու ամենավատ սցենարով երեկվա որոշման շարունակությունը ո՞նց եք տեսնում Տեր Վարազատ։ Իհարկե լավագույն սցենար չեմ կարծում Մեզ համար շատ անակնկալ էր, անշուշտ այս որոշումը։ Այնուամենայնիվ մենք մտածում ենք, որ նեղ անձնական շահերը եւ վրեժխնդրությունը տեղի չեն տա։ Մի ամբողջ 97 թվականին ստեղծված կառույց կազմալուծելու մենք այնուամենայնիվ մտածում ենք, որ ամեն դեպքում ինչ էլ որ լինի, կառույցի ու կառույցում գործող հոգեվորականների անձնուրաց ծառայությունը եւ աշխատանքը ավելի վեր կգնահատվի, ավելի վեր կդասվի, բայց ցավալիորեն տեսանք այն ինչ որ տեսանք եւ ունենք այն ինչ որ ունենք։ Իհարկե մենք ոչ մեկս չենք ուզի այդ սցենարով լիներ այս ամենը մեզ համար իհարկե մեծ ողբերգություն է։ Մեծ ողբերգություն է տեսնել մի ամբողջ կառույցի, որ պատմություն ունի, պատմական ընթացք ունի, մեկ հրամանով պարզապես նույնիսկ առանց երկրորդ կողմի, դրա մասին նույնիսկ խոսվեց Տեր Պսակ քահանայի կողմից երեկ, որ պայմանագիրը կնքվել է երկու կողմերի միջև, Պաշտպանության նախարարության եւ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի, բայց առանց երկրորդ կողմի լուծարել են մեր ծառայությունը։ Գիտեք, անկեղծ մեզ համար ցավ է։ Մեզ համար ցավ է, որ իրենք պիտի զուրկ լինեն հոգեվորականների անմիջական ներկայությունից, իրենց անմիջական ծառայությունից, մեր օրհնությունից, Տիրոջ ներկայությունից իրենց կյանքում, այն արարողություններից, որ հաճախ գնդերեսները նույնիսկ ռազմի դաշտում մկրտության արարողություններ կատարել են, պատմական են։ Անշուշտ մենք երբեք իբրև մենք գիտակցում ենք հայ զինվորի կարևորությունը եւ մենք նույնիսկ այնտեղ որտեղ որ կոչվենք սպասավորության հետ այսու այդտեղից եւս դարձյալ Այդ զինվորը կվերադառնա եւ շարունակի քաղաքային կյանքով մեր աղոթքները շարունակելու ենք իրենց համար, բանակի սպայական կազմի համար, բոլորի համար էլ աղոթելու ենք։ Իհարկե ոչ ոք այստեղ կանգնած հոգեվորականներ եւ բանակում սպասավորող եւ ոչ մի հոգեվորական չէր ուզի տեսնել այսպիսի իրավիճակ։ Տեր Վարազդատ, ամեն դեպքում դուք պաշտպանության նախարարին չեք տեսել Սուրբ Աստվածածին եկեղեցում, նա նույնիսկ ձեր հրավերներն արհամարել, թույլտվեք այդպես կոշտ ասել, որովհետեւ ես լրագրողը իրավունք ունեմ այդպես ասել, իսկ ըստ էության հենց այդպես է։ Նրանք այսինքն այս մոտեցումը ի սկզբանե են ունեցել եւ կարծես թե Գեորգ Սրբազանի նախկին Հիմա Ավազանի անունով կոչենք։ Արմանի հարցազրույցները շատ բաներ են վկայում այս պլանի երկարաժամկետ եւ ավելի հին լինելու մասին։ Հիմա հարց Պապիկյան Սուրենը չի եկել եկեղեցի, բայց նրան երբևէ հանդիպել են գնդերեսները։ Մի անգամ հարկ համարել է, օրինակ, մեր հոգեոր հայրերի հետ աշխատասենյակում գուցե պոլիգոններում գուցե ինչ որտեղ հանդիպել եւ քննարկել ինչ է կատարվում։ Ես անկեղծ նման դեպք չեմ հիշում։ Հանդիպում վերջին անգամ եւ վերջին անգամ բարիս ամենալայն իմաստով եղել է մի քանի օրեր առաջ նախքան հրամանը դուրս գալը հոգեվոր առաջնորդության լուծարման սարգավակ մեր հայրերի հետ միջոցառման կամ հանդիպման թեման այլ է եղել վերնագիրը բայց բնույթը եւ բովանդակությունը լրիվ ուրիշ բան է եղել։ Այսինքն եղել է միացեք մեզ եւ վերջ։ Այսինքն հանդիպել է Պապիկյան Սուրենը այդպես իր այդպես է միայն հանդիպել, ես ուրիշ ձևով չեմ։ Անձամբ է փաստորեն նաեւ այդ արշավը շարունակում։ Ցավոք սրտի, բայց իրականությունը ճշմարտությունը պիտի բարձրաձայնել։ Ձեզ հետ այսինքն ունեցել այդ կոնտակտը։ Կոնկրետ ինձ հետ չէ, սարգավակների հետ։ Սարգավակներ։ Կներեք դուք կխոսեք, ձեզ հետ էջեփումը եղել է պաշտպանության նախարարի։ Եղել է, այո, մենք ենք մասնակից եղել։ Ահա։ Դրա իր արդեն ասած բովանդակության մասին մենք դեպքերի ու պատահարների թեմայով ենք մասնակցում։ Մոտավոր երբ էր դա։ Երբ եղել։
10 օր առաջ։ Ահա, եւ Մի շաբաթ, 10 օր առաջ։ Բովանդակությունը դա է եղել։ Այնտեղ ուրիշ զինվորականներ եղել են, բովանդակությունը դա է եղել։ ինչ ասես Պապիկյան Սուրենը ձեզ։ Մոտավոր կհիշեք։ Մոտավորապես եկեղեցու առաջ այս ծառայած խնդիրների մասին էի բարձրաձայնվում, որ այսպես է դուք ինչ եք մտածում ես հարցով, օրինակ եկեղեցին պիտի զբաղվի քաղաքականությամբ, թե չէ, ու սենց հարցեր։ Այսինքն իրանք են օգնում որ քաղաքականությամբ զբաղվի։ Օրինակ հիմա եպիսկոպոսները ովքեր միացել են, փաստացի ԿՊ-ի քարոզարշավ են անում եւ ավելի ծանր գործ են անում։ Մենք մեզ հետ այդ թեմաներով են խոսել, որ այսինքն այն ազգային հարցերով զբաղվող եկեղեցուն ասում են եկեք մեզ հետ զբաղվեք քաղաքական հարցերով։ Մի քիչ այդպես կոնկրետ չէ, բայց տանում էր դեպի դրան մեծ։ Այո։ Մեզ հարցնում էին ինչ դիրքորոշում եք այս հարցում, այն հարցում, ոնց եք մտածում, ձեր կարծիքն ենք ուզում ուղղակի իմանալ, կարող եք ազատ խոսել, այսպես մենք բնականաբար բոլոր հարցերին պատասխանում էինք եկեղեցականին վայել, հավատարմության ուխտին վայել եւ ճիշտ ասած դուր չէր գալիս այս ամեն ինչը իրենց Եվ այսինքն Պապիկյանը այդպես դեմքի արտահայտություն ցույց էր տալիս, թե բառերը վեր ցույց տալիս, որ իրեն դուր չի գալիս։ Չենք ասում ինձ ձեր դիրքորոշումն է կարևոր, ձեր միտքն է կարևոր, որ հասկանաք, հետո մեզ ավելի այսպես մանիպուլացնող հարցերի միջոցով էին փորձում, որ մենք եկեղեցուն հայրապետին կողմ գնալուց, այսինքն մեզ ուզում էին ազատ կյանքով մեզ բերել այս կողմ, այսպես ասած շակերտավոր, բայց երբ որ մենք պատասխանում ենք, որ մենք եկեղեցու խոնարհ ենք, սարկավակներն ենք խոնարհ ենք, մենք չենք կարող օրինակ եպիսկոպոսի հարց քննել կամ ինչ-որ մի բան, մենք մեր հավատարմությանը, մեր սարկավակական հավատարմությանը, եկեղեցականի հավատարմությանը կողմ ենք, պահում ենք, մեզ ասում էին կոպիտ ասած, ասում էին դուք գնդապետների հետ եք նստում, դուրս գալիս, ձեր հրամանատարների հետ եք շփվում, դուք կարող եք ձեր հարցը բարձրացնել, դուք էլ կարող եք ազատ խոսել, այսպես չի եկեղեցում, տեսեք, օրինակ ձեր դուք սարկավակ եք խոսելու իրավունք ունեք, այսպեսի մանիպուլացնող հարցեր, որ ավելի մեզ Իբր ճշտված եք այնտեղ, եկեք գեներալների հետ նստեք կանգնել։ Այն գեներալները, ովքեր թշնամուն ասում են, որ կսողացանա հետ կգնա։ Գայթակղության մեջ են ավելի գծում, էլի, ուզում ավելի սոցիալական հարցերով Իսկ պրո-ադրբեջանական զրույցներ օրինակ տարվում էր խաղաղություն, համակեցություն։ Չէ, այդպիսի հարցեր չի եղել, օրինակ բանակի բարենորոգության հարցով էին խոսում, որ բանակում օրինակ ինչ փոփոխություններ եք նկատել, լավ փոփոխությունների մասին, այդպիսի հարցեր էին տալիս։ Այսինքն սկզբից սկսում էին Որոնց գով է։ Ուզել են շոշափեն ձեր տրամադրվածությունը, հակված եք Պապիկյան Սուրեն Գովել եւ Փաշինյան խորովածի համար թե ոչ։ Ավելի մեծ սկսեցին խոսել, որ բարենորոգում բառը անդադ շեշտեցին, օրինակ բանակում բարենորոգություններ է կատարվել, փոփոխությունները, այսինքն մեզ ուզում էին ցույց տալ, որ այդ բառից մի վախեցեք, այլ այս թեմայով ավելի ազատ եղեք։ Բայց մենք մեր դիրքորոշումը շատ հստակ կերպով արտահայտեցինք, որ որտեղ էր այդ հանդիպումը ասացիք։ Պաշտպանության նախարարությունում է։ Հասկացա։ Տարկում են սա որպես զորամաս։ Վայ։ Պատկերացնում եք։ Վայ։ Կարող ԿՊ-ի օֆիսա, ավելի ուշադիր նայեն, կարող է հայտնաբերեն օրինակ ԿՊ-ի օֆիսը։ Ասենք զորամաս։ Խելագարություն են։ Ինչ ծառայություն են ասում, բանա։ Դիտարկում են, համեն դեպքում ստենց ասած վերագրողից մեկը։ Դիտարկում են որպես զորամաս, որը պիտի հսկվի ռազմական ոստիկանության մեքենայով։ Ասա տանկեր բերեք, որ զորամասա, բունկեր սարքեք։ Չնայած տանկ ու բունկեր տանում են դիրքեր, որ ստեղը բերեն։ Ահա, խնդրեմ հարգելիներս։ Այդտեղ Պաշտպանության նախարարության մեկնաբանությունը մեր գործընկերներից մեկին, որը հնչեցրեց Հարգարժան Դանիելյանը։ Գուցե մի հատ փորձենք զանգել մյուս փոխնախարարին։ Հա, չեմ պատասխանում։